Սիրելիներս, երեքնուկ, հանդիպեցինք երեքնուկի։ Երեքնուկ կոչվում է նրա համար, որովհետև նրա տերևները, տեսեք, երեքնուկի երեք են։ Այսինքն, այն առողջարար է նրանց, որոնք ունեն, սիրելի իմ ժողովուրդ, որոնք ունեն իհարկե խոցային խնդիրներ, տեսեք, երեքնուկի նման, տեսեք, երեք, շատ լավ է իհարկե խոցային հիվանդությունների դեպքում, որովհետև նրա խիտ թուրմը մոտավորապես 20 ծաղիկ լցնում ենք 100 գրամ եռացող ջրի մեջ և այդ խիտ լուծույթը օգտագործում մաշկային խնդիրների համար։ Եթե ունեք մաշկի խնդիր, ապա դուք կարող եք թրջել, թողնել մոտավորապես 20 րոպե, այնուհետև գոլ վիճակով թրջել բամբակը կամ քաթանեշորը և դնել այն մաշկի հատվածին, որտեղ կա խնդիր։ Այն օգտագործվում է նաև սպիրտային լուծույթի տեսքով, եթե կա հոդերի ցավ, եթե կա մաշկի խնդիր, ապա այդ բորբոքային վիճակով մաշկին դնում ենք, քսում ենք սպիրտային լուծույթը։ Սպիրտային լուծույթը ինչպես պետք է պատրաստենք, վերցնում ենք այս հրաշք ծաղիկները, իհարկե այս երեքնուկի նաև տերևների հետ, տեսեք, ես ձեզ ցույց տամ, այս ծաղիկը և այս երեքնուկի տերևը և այն ապակյատարային մեջ, ապակյատարան պետք է լինի իհարկե մուգ գույնի, վրան լցնում ենք 96%-անոց բժշկական սպիրտ և թափահարում ամեն օր և դնում մութ տարածքում։ 15 օրից հետո այն արդեն պատրաստ է օգտագործման, 15 օրից հետո քամում ենք իհարկե ճզմելով այս ծաղիկները և որ մասը, որ ձեր ցավում է, թեկուզ հոդերի մասը բորբոքված է, ապա բամբակը մտցնում ենք մեջը կամ քաթանեշորը մտցնում ենք թրջում և դնում այդ ցավող հատվածում։ Եթե ցավում է ձեր իհարկե հոդերը, ապա հոդերի հատվածում պետք է դնել, փաթաթել պոլիէթիլենային որևիցե մի կամ ուղղակի ցելոֆան կարող եք դնել, այնուհետև տաք շորով թողնում ենք 4-5 ժամ, այնուհետև կարող ենք հանել և լվանալ անպայման քսել որևիցե յուղ, դա կարող է լինել մաշկը սնուցող կամ սովորական ձիթայուղ արևածաղկից հետ, որը որ կցանկանաք, այնուհետև հաջորդ օրը նորից էլի դնում ենք շորը, նորից պակետը ցելոֆանի, այնուհետև նորից տաք բրդյա շորով փաթաթել, կարող եք նույնիսկ անգամ պառկել անկողնում, տաք վիճակում, որպեսզի արյան շրջանառությունը լավ լինի և այն կարողանա բորբոքային վիճակը հանգստացնել։ Սիրելի իմ ժողովուրդ, մանրամասների համար կարող եք միանալ մեր YouTube-յան ալիքին, որպեսզի ավելի հետաքրքիր բաղադրատոմսեր և ավելի հետաքրքիր բժշկական օգտագործման ձևեր յուրաքանչյուրի համար։ Սիրում եմ ձեզ։